Սերգեյ Բագրատյան։ Շնորհակալություն, Պապիկյան, երկար սպասված բարեփոխումներ, որի համար շնորհակալություն եմ հայտնում, իմ հարցը հետևյալն է. 2 տարին, 1.5 տարու փոխելու ընթացքի մեջ մենք ուսուցման, որակյալ ծառայության խնդիրներ կարող ենք ունենալ, թե մենք նախապատրաստվել ենք, որ այսինքն 1/4-ով կրճատելով ծառայության ընթացքը, բնականաբար կրթական փոփոխություններ նույնպես, ուսուցման փոփոխություններ նույնպես պետք է իրականացվի, ենթադրում եմ, եւ նաեւ խնդրեի տարածաշրջանային երկրների հետ, եթե ունեք համեմատություն, հասկանանք, այս 1.5 տարին ավելա պակասա քիչ, այսինքն կոնցեպտուալ իմաստով, մեր ռազմավարության իմաստով, մենք այս փոփոխություն բարեփոխում անելով մեր տարածաշրջանային երկրների հետ համեմատության մեջ ճիշտ դիրքավորում ունենք, թե ոչ, ձեր կարծիքը խնդրում եմ փոխանցել։ Դե գիտեք, ես կարծում եմ մենք պիտի ելնենք մեր իրողություններից։ Տարածաշրջանային երկրներում տարբեր կերպ են հարցին վերաբերում, մասնավորապես նրանք ավելի վաղ են շեշտադրումը կատարել պրոֆեսիոնալ բանակի վրա, եթե խոսենք Թուրքիայի մասին, խոսենք Վրաստանի մասին, նաև Ադրբեջանը 1.5 տարվան անցում է կատարել դեռևս 2000-ականներին։ Այսինքն, բայց հիմա համեմատվել որևէ մեկի հետ, կարծում եմ տեղին չէ, մենք պիտի ավելի շատ ելնենք նրանից, ինչ մարդկային ռեսուրսների, ինչ հնարավորությունների ենք տիրապետում, որովհետեւ կարողանանք մեր առջև դրած խնդիրները լուծել։ Եվ այո, պրոֆեսիոնալիզմի վրա շեշտադրում կատարելը ամենակարևոր գործոնն է, որը ընկած է այս նախագծի հիմքում։ Արձագանք։ Շնորհակալություն, իհարկե, մենք յուրաքանչյուր պետություն ինքն է իր խնդիրը դնում եւ դրա համապատասխան է նաեւ ձևավորում եւ բանակը եւ տնտեսությունը։ Դրա հետ միասին նաեւ մենք որոշակի տնային աշխատանք պիտի կատարած լինենք եւ նաեւ սպասվելիք ընթացքի մեջ անընդհատ կատարելագործելու խնդիր դնենք։ Այս իմաստով մեր մոտեցումը ռազմավարությունը, ասենք, զուտ հայկականությունը իր ունի, բայց որոշակի համեմատություններ մենք ուզենք աշխարհի քարտեզի վրա ենք եւ պետք է հասկանանք։ Ասենք մենք, չէ, աշխարհում ընդունված մոդելներ կան, ասենք նատոյական բանակի մոդել, խորհրդային միության մոդել եւ այլն։ Մենք գտնել ենք այն ուրույնը ռազմավարական այն խնդիրները լուծելու, որը զուտ մեր պետականության հետ եւ մեր պետության շարունակականության հետ կապված մենք կոնցեպտուալ լուծումներ ենք այլևս գտել, կարող ենք այդ մասին հայտարարել։ Այո, գտել ենք, խոսքը վերաբերում է նրան, որ ժամկետային զինծառայությունը, որը կարծում եմ մեզ մոտ պիտի մշտապես պահպանվի, բայց պիտի հանդիսանա աղբյուր պրոֆեսիոնալ բանակի սնուցման համար։ Դրա վառ օրինակը, նորից եմ կրկնում, պաշտպան հայրենիաթ ծրագիրն է։ Մենք պիտի ամեն ինչ անենք, որ պայմանագրային ծառայությունը դառնա առավել գրավիչ եւ ժամկետային զինծառայողների զգալի հատվածը, ես լիահույս եմ, որ ինչ-որ փուլում դա կդառնա զինծառայողների կեսը, որոշում կընդունեն դառնալ զինվորական սկզբից գոնե 5 տարով, հետագայում իհարկե կյանքը ցույց կտա։ Ինչ վերաբերում է պատրաստությանը, ոչ մի կերպ չի տուժում պատրաստությունը, ամեն ինչ իր բնականon հունով կշարունակվի։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։